Արդեն կարելի է նույնիսկ ժամացույց ստուգել էլի այդ քննադատություններով։ Ռոբերտ Քոչարյանին ուղղված քննադատական նոր արշավ է սկսել 4 լրատվամիջոցների հետ նրա վերջին հարցազրույցից հետո, նկատում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Ցանկացած նախագահի խոսքից հետո կոնկրետ շրջանակներ, շատ կոնկրետ անհանգստություն են ունենում, առավել եւս երբ որ կա նախագահի մասնակցության հայտ։ Իշխանական շրջանակից Ալեն Սիմոնյանն էր մեղադրանքներ հնչեցրել Քոչարյանի հասցեին, նրան անվանել մարդասպան։ Միկոյանի համոզմամբ կառավարական կորտեժով հղի կնոջը վրա երթի ենթարկած ու անօգնական թողած 2020 թվականին պատերազմը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տուն բերած իշխանությունը առնվազն պետք է լռի։ Այդ ամբողջ բառերի կոմպլեկտը ուղիղ վերաբերելի է Ալեն Սիմոնյանին, իր խմբակին, իրենց ղեկավարած խմբակին, գիտեք, մարդասպան եզրույթը օգտագործում են մարդիկ, որ Հայաստանի ցանկացած բնակավայր մտնես, իրենց սպանած, իրենց մեղքով սպանված մարդկանց գերեզմաններ կան, տասնյակ եւ հարյուրավոր։ Չի հասկանում Միկոյանը երրորդ նախագահի ակնարկը, թե հերոսություն է 1 տարի նստելը։ Սերժ Սարգսյանը սա հայտարարել էր նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը հեղափոխությունից հետո։ Բագրատ Միկոյանը նկատում է 2018-ին նախագահ Քոչարյանը շատ լավ իմանալով, որ իրեն կալանավորելու են, վերադարձել է Հայաստան։ Այդ կալանքի ընթացքում նախագահը նույնիսկ ցուցմունք չի տվել։ Սա ով հասկանալու էր, կհասկանա։ Դու կոնկրետ բան եք ակնարկում։ Ես կոնկրետ բան եմ ասում, բայց տղամարդիկ սա շատ ավելի լավ կհասկանան, երբ որ կա քո վրա երկարատև կալանքի վտանգ ու դու որևէ ցուցմունք չես տալիս։ Դա շատ կարևոր բան է։ Եվ գիտեք, մի բան հաստ է, ես չգիտեմ հերոսությունը ոնց է չափվում։ Նախագահ Քոչարյանի արածը դա պետական այրի, 2 հայկական պետություններ ղեկավարած մարդու իր ներքին համոզմունքներից բխող արարք է։ Դա ինչ-որ հերոսության պիտակի կարիք չունի։ Դա պետական այրի պահվածք է։ Մի բան հաստատ գիտեմ, ինչը հերոսություն չի։ Հերոսություն չի Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելը, հերոսություն չի Նիկոլ Փաշինյանից փախչելը։ Քոչարյան ընտանիքից որևէ մարդ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ պայմանավորվել է, ոչ առավել եւս փախչել է Նիկոլ Փաշինյանից։ Միկոյանի համոզմամբ հարցադրումը, թե ինչ չեն կիսում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անտեղի է։ Երկու նախագահներն ի սկզբանե տարբեր են եղել, իրենց մոտեցումներով, կառավարման տիպով։ Բայց եթե հարցը հասել է նրան, թե ով է առաջինը սկսել բորբոքել կրակը, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պնդում է, դեռ 2008 թվականից է սկսել Քոչարյանին ուղղված դեմարշը։ 2009 թվականին ՀՀԿ անդամ, կարկառուն անդամ Սամվել Նիկոյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Ամերիկայի դեսպանատանոր բողոքում, որ ահա Քոչարյանը գալիս է, հասեք, օգնեք, խանգարենք եւ այլն։ Մենք ենք սկսել այդ տարանջատում, մենք ենք սկսել այդ process-ները, չէ, ամեն ինչ փաստաթղթավորված է նույնիսկ դեսպանատներում դա կա, էլի որ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը առաջարկում է մտքով հետ գնալ 2018 թվականի փետրվար ու պատասխանել հետևյալ հարցերին. Հայաստանի բնակչության քանի տոկոսներ դեմ, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետ մնա, եւ քանի տոկոսներ կողմ, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ։ Հիշեցնեմ, որ 17 թվականին Նիկոլ Փաշինյանը համախմբվելով Էդմոն Մարուկյան, Արամ Սարգսյանի հետ, որոնք էլեկտորալ իրենցից բան էին ներկայացնում, 7% էր ընդհանրապես։ Մի կերպ։ Հիմա գրեցիք այդ 2 թվերը, հարգելի հեռուստադիտողներ։ Հիմա տեսնում եք, չէ՞ որ այդ 2 թվերը տասնյակ անգամ տարբերվում են իրարից, այսինքն երրորդ ժամկետին դեմ մարդկանց քանակը, ես կախարդ չեմ, պարզապես կռահում եմ, որ այդպես է, վստահ եմ 90%-ից մոտ այդպես է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով ստացավ կենսագործունեության մի բանաձև, որտեղ դիցուկ 90-ը հավասար է 7-ի կամ 87-ը հավասար է 8-ի։ Այսինքն մեր պետությունը մինչև այսօր սխալ բանաձևով է աշխատում։ Բանաձևը շտկել հնարավոր չէ վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով, երբ որոշում կայացնողը ոչ թե ժողովուրդն է լինելու, այլ ՔՊ-ն, համոզված է Միկոյանը։ Նրա պնդմամբ իմպիչմենթը գործիք է, բայց կարճ կյանք ունի, ու դա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է այս փուլում իմպիչմենթին։ Նույն մարդկանց խմբակ մեղադրում է, որ բայց ինչի ընտրություններով, ախր ընտրություններով չի կարելի եւ այլն։ Իմպիչմենթը դա ընտրություն է,
մարդկանց փոքր կազմի մեջ, որտեղ որոշիչ դեր ունեն ԿՊԱ-կանները։ Որպես քաղաքական մեծամասնություն։ Այսինքն ընտրությունը, որտեղ ԿՊԱ-կանները իրենց խոսքերով ասած ուսապարկները որոշող են, ավելի հավանական է, քան ընտրություն, որտեղ Հայաստանի քաղաքացիները, որոնք իրոք արդեն ատելությամբ են լցված այս իշխանությունների նկատմամբ։ Այսինքն, երբ որ մենք փոխվում ենք ընտրողին, շատ մեծ նշանակություն ունի ԿՊԱ-կանների խմբակի գործողությունը եւ Հայաստանի քաղաքացիների գործողությունները։ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ նախանշել է ուղղություններ, թե որտեղ ինչ պետք է անել սխալներն ուղղելու համար։ Ասում է Միկոյանը։ Ըստ նրա, եթե դա ինչ որ շրջանակների դուրս չի գալիս, խնդիրը ոչ թե երկրորդ նախագահի ելույթի մեջ է, այլ այնտեղ, որտեղից գալիս է քննադատությունը։ Շատ հաճախ Հայաստանը համեմատում են Իսրայելի հետ, չէ՞, ասում են Իսրայելում սենց մենք է նույն փոքր պետություն եւ այլն, մի քանի կետ նշեմ, պարզապես որ մարդիկ նմանությունը ու թե սրանք ինչերն են ոչնչացրել, կհասկանանք ինչա կատարվում։ Այսինքն տարածաշրջանային Իսրայել, այսպես կոչված լինելու մոդելից Հայաստանը հանել են։ Սա ասենք իմ որպես, չգիտեմ, մասնագետ կարծիք ընդունեք։ Տեսեք, նույնությունները, բառեր եմ ասում, որը լրիվ նույնն է։ Ցեղասպանության ճանաչման պահանջատիրություն։ Հոգևոր կրոնական ազգային եկեղեցի ուրույն, որը տարբերվում է։ Սփյուռք, բանակ, ուղիղ դաշնակցային հարաբերություններ գերտերության հետ, ազատագրված եւ պահվող ազգային տարածք եւ ատոմային տեխնոլոգիաների տիրապետում։ Հիմա այս իմ ասածները որ թվարկելով հերթով գանք 18 թվականից այսքոմ սրանք այս սաղ կետերը ոչնչացրել են։ Այդուհանդերձ իմպիչմենթի գործընթաց սկսելու որևէ մեկի նախաձեռնությանը խոչընդոտելու միտք չունենալով երկրորդ նախագահն ու Հայաստան դաշինքն ավելի շատ հակված են համաժողովրդական ընտրություններ անցկացնելուն։ Բայց արդյոք չի կրկնվի 2021-ը, երբ ընտրություններում հաղթելու Հայաստան դաշինքի հույսերը չարդարացան։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի կարծիքով Քոչարյանի շուրջ միֆերը այսօր ավելի շատ են ցրվել, քան 4 տարի առաջ էր։ Իրավիճակ փոխելու, Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը հիմա ավելի մեծ է։ Տեղի ունեցել մանիպուլյատիվ ազդեցություն մարդկանց գիտակցության վրա, որը վստահ եմ գնալով դանդաղ, արագ անցնում է ու հենց տարբեր շրջանակների անհանգստություն դրանից է, որ մարդիկ սթափվելու են։ Միկոյանի համոզմամբ իր փորձով ու անձնական կապերով Ռոբերտ Քոչարյանը կարող է վերականգնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, որոնց այլ ընտրանք չկա։ Թերեզա Կադաևչյան, Հայլուր։